Շնորհակալություն հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, ներողություն եմ խնդրում, նախ շնորհակալություն եմ հայտնում առաջին ընթերցումից հետո շահագրգիռ քննարկման համար եւ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կառավարության առաջարկներով եւ նաեւ Տիկին Հունանյանի առաջարկներով փոխված եւ խմբագրված նախագիծը եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը։ Եվս մեկ անգամ ուրեմն ներկայացնեմ, որ համաձայն առողջության ապահովագրության մասին օրենքի ներդրվում է Հայաստանի Հանրապետությունում առողջության պարտադիր ապահովագրության համակարգը, որը իր մեկնարկը կսկսի 2026 թվականի հունվարի 1-ից, առաջին խումբ քաղաքացիները, ովքեր որ կընդգրկվեն ապահովագրության համակարգ կլինեն պետության կողմից ապահովագրվածներ եւ ինքնուրույն ապահովագրավճար վճարողները, նշեմ, որ այս բարեփոխման արդյունքում պետության կողմից մոտ 1.400.000 հոգի ամբողջությամբ կընդգրկվի պետության բյուջետային միջոցների հաշվին առողջապահության ապահովագրական համակարգում։ Պետք է ընդգծեմ, որ այս խմբում առանձնահատուկ են իհարկե 65+ տարիքի քաղաքացիները, ովքեր ըստ էության առաջին անգամ պետության կողմից կստանան նման ընդլայնված փաթեթ, որը կուղղվի իրենց առաջնակի դեղորայքային ապահովման, բուժօգնության տրամադրման, հետազոտական միջամտություններ իրականացնելու նպատակով։ Եվ իհարկե պետք է ընդգծել, որ առաջին խումբը ապահովագրավճար վճարողներից կլինեն 201.000 դրամից ավել ստացող քաղաքացիները եւ նրանք 2026 թվականի հունվարի 1-ից նրանց համար եւս կակտիվանա ապահովագրական փաթեթը, առաջին վճարման պարտավորությունը կլինի մինչև հունվարի 20-ը եւ աշխատանքային ներողություն եմ խնդրում, աշխատավարձի հաշվարկային բազայի որպես ամիս ընտրվել է նոյեմբեր ամիսը։ Հունվար ամսին նրանց ապահովագրավճարը վճարելու համար գործատուների կողմից հաշվարկը կիրականացվի դեկտեմբեր ամսվա վրա։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի քաղաքացիներ, ես կարծում եմ, որ այս բարեփոխումը պատմական է եւ Հայաստանի Հանրապետությունը քայլ է կատարում կանխավճարային, ֆինանսական բեռը թեթևացնող, կանխատեսելի, առողջապահական կարիքները ճիշտ հասցեագրելու համակարգ։ Այո, այս համակարգը ներդրման ընթացքում կունենա վերանայման, շտկման, որոշակի լրամշակման կարիք եւ մենք օրենքով էլ նախատեսել ենք, որ առաջին 6 ամիսների ընթացքում մեր մոնիտորինգի արդյունքներով մենք կամփոփենք եւ իհարկե կարիքի դեպքում հանդես կգանք նաեւ օրենսդրական փոփոխություններով ըստ անհրաժեշտության։ Ուզում եմ առանձնացնել նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների կողմից առաջարկ է ներկայացվել ընդգրկելու լրացուցիչ խմբեր պետության կողմից ապահովագրվողների շարքում եւ իհարկե մենք ինքներս էլ դիտարկել ենք այս խմբերի ներառումը, սակայն 2026 թվականի բյուջեն արդեն իսկ հաստատվել է այս սահմանաչափերով եւ այս պահին ցավոք չենք կարող դիտարկել այս խմբերի ներառումը, բայց ուզում եմ ասել, որ մեր ապահովագրության մասին օրենքով էլ արդեն իսկ 3 տարիների ընթացքում այս բոլոր խմբերը ներառվելու են եւ պետությունը ըստ նաեւ բյուջետային միջոցների հաշվին ամեն տարի կքննարկի սուբսիդավորման հնարավորությունները։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ առանձնահատուկ կերպով շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, բարիք ստեղծող ցանկացած քաղաքացու եւ յուրաքանչյուր քաղաքացու, ով բարեխիղճ վճարել է իր հարկերը եւ դրա շնորհիվ է, որ այսօր մեր պետությունը վերադարձնում է այս հարկերի միջոցով հոգատարություն, վերադարձնում է առողջության մասին հոգալու,
ճիշտ կառուցակարգեր եւ կանգնում է այն մարդկանց կողքին, ովքեր տարիներով ցավոք սրտի հնարավորություն չեն ունեցել ճիշտ ժամանակին, ճիշտ միջոցներով օգտվել առողջապահական ծառայություններից։ Շնորհակալ եմ, խնդրում եմ հաստատել։